Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկ օրթոդոնտ Անդրանիկ Աղաջանյանին։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Ես էլ եմ շնորհակալ։ Բժիշկ Աղաջանյան վերջերս Գյումրի բժշկական կենտրոնում տեղադրվել է դենտալ համակարգչային տոմոգրաֆիկ սարքավորում։ Խնդրեի ներկայացնել սա իրենից ինչ է ներկայացնում եւ հատկապես ինչ նպատակով է։ Դենտալ դիմացնոտային կատ է, սենց ասենք, որ մարդիկ ավելի ճիշտ հասկանան։ Այո։ Իրանից ներկայացնում է դիմացնոտային հատվածի կամ թրային շերտագրություն, այսինքն ներառում է միայն դիմացնոտային հատվածը առանց փափուկ հյուսվածների։ Ճիշտ է, որպես լրացում ոնց որ ներկայացնեմ, ինքը իր ազգայնությունը այնքան բարձր է, որ շատ ժամանակ ցույց է տալիս նաև աճառները, որով որ նեղ մասնագետներին շատ ժամանակ հետաքրքիր է։ Ինքը իր բնույթով վերջի սերնդի սարքավորում է, արտադրող երկիրը Ֆրանսիան է եւ աշխարհում լավագույններից եւ որպես առաջնահերթություն ունեցող կամպանիա է CS Kodak-ն է, որը զբաղվում է տարբեր սարքավորումների արտադրությամբ, հենց պերեդավոյ, այսինքն աշխարհում ճանաչված, այդ թվում նաև տվյալ տոմոգրաֆը, 2023 թվականի արտադրության, այսինքն իր դասի մեջ ինքը համարվում է ամենավերջինը։ Գյումրի բժշկական կենտրոնում տեղակայելը ինչ նպատակ էր հետապնդում։ Սա ինչ խնդիրներ կլուծի։ Նայեք, այդ հասկանալու համար պետք է հասկանանք իր սարքի դիապազոնը, այսինքն որ կոնկրետ որ սեգմենտներում է ինքը նախատեսված։ Հիմնականում ինքը դենտալ է, հենց անունն էլ հուշում է որպես ատամնաբուժական, այսինքն ինքը ամբողջ ինֆորմացիան տալիս է դիմացնոտային համակարգի բոլոր հիվանդությունների եւ խնդիրներին։ Տվյալ դեպքում, եթե հաշվի առնենք որպես ստոմատոլոգիական ճյուղ, ինքը տալիս է կիստաների, բորբոքումների, ատամնացնոտային համակարգի բոլոր ֆունկցիոնալ վիճակի մասին։ Ինքը բոլորի դիագնոստիկա է տալիս։ Եթե հաշվի առնենք լոր մասնագետների մասով, քիթ հարակից խոռոչներ, այսինքն օտակիր ծոցերը, նույնպես ախտորոշում է, ինչպիսի վիճակում են նրանք, բորբոքումներ կան, թե չկան, կամ կիստոզ խոռոչներ կան, թե չկան։ Եթե հաշվի առնենք վնասկաբանության տեսանկյունից, վնասկաբաններին կարող է դիագնոստիկա տալ կոտրվածներ, սալջարդներ եւ նմանատիպ ինչ-որ ավելի նեղ մասնագիտական բաներ, որոնք որ իրանք կարան ավելի չոտքը տան որպես մասնագետ։ Մնացած բոլոր դեպքերում ինքը հիմնականում ավելի ինֆորմատիվ է ստոմատոլոգների համար։ Դրական կողմերը այս սարքավորման որոնք են։ Սարքավորման դրական կողմերը, նայեք, ինքը իրենից վտանգ չի պարունակում։ Վտանգ ընդհանրապես չի պարունակում։ Ճիշտ է, ինքը ռենտգեն ճառագայթ է, բայց տվյալ դեպքում ճառագայթման դոզան շատ մինիմալ է հասցված եւ որպես թիրախավորված, որպես բուժառուների, ասենց ասեմ, փոքր տարիքի մանկահասակ երեխաներից մինչեւ մեծ տարիքում ինքը կարա ոնց որ անվտանգ լինի։ Եվ նման այդ հարցով ընդհանրապես խնդիր չկա, այսինքն իր ճառագայթումը մինիմալի է, պրոստը հասցված, որը որ չի ազդում ընդհանրապես իր որակի վրա, այսինքն մինիմալ ավելի նոր տեխնոլոգիաներով հանդերձ, մինիմալ ճառագայթումը ապահովում է ավելի բարձր լուծաչափ եւ ավելի քիչ աղմուկով նկարներ, այսինքն ավելի բարձր որակի։ Հիմնականում որ դեպքերում է, որ կարելի է օգտվել այս սարքավորման հնարավորությունից։ Այսինքն որ խնդրի դեպքում մարդը ինչ խնդիր ունենա, որ գա կոնկրետ այստեղ այս համակարգչային շերտագրումից օգտվի։ Ատամնացնոտային համակարգի բոլոր խնդիրների ժամանակ սկսած որպես ստոմատոլոգիայի մասով ասեմ, սկսած բորբոքումներից նեղ մասնագիտական չեմ ուզում ոնց որ կիրառեմ, որ մեր ժողովուրդը ավելի լիբոյ հարցով ատամնացնոտային համակարգի լիբոյ հարցով, որը որ փափուկ հյուսվածներին չի ոնց որ ընդգրկում էլի փափուկ հյուսվածները։ Մնացած բոլոր հարցերը, այսինքն ծանրության զգացողություն գլխում ատամնացավ կամ եւ այլն, ճիշտ է, դա ամեն ինչը լինում է բժշկի ուղղորդումով, բայց նաեւ մարդը սպոնտան կարող է եւ ախտորոշում անցնի եւ այդ նույն ախտորոշման
պրոդուկտով գնալ իր ուզեցած մասնագետի մոտ եւ ավելի մանրամասն մասնագետի հետ կոնսուլտացիա անցնել։ Այ հենց դա է ուզում հասկանալ, որ ցանկացած բուժարու ստոմատոլոգիական խնդիրներով կարող է գալ այստեղ, անցնել այս համակարգչային շերտագրումը, հետո նոր ընտրի իր ատամնաբուժին։ Ճիշտ եմ հասկանում։ Իհարկե։ Միանշանակ, այսինքն այդ ինֆորմացիան լրիվ կարելի ասել մի 90% ինֆորմացիա է հագեցած ստոմատոլոգի համար եւ նաեւ նեղ մասնագետների համար։ Կոնկրետ հիվանդանոցում Գյումրի ԲԿ-ում ավելի ակտուալ է նեղ մասնագետների, հատկապես լոր մասնագետների մասով, որովհետեւ այդ հիվանդի գնալ գալը կամ ինչ-որ բան շատ արագացված է ու բժիշկը կարա տեղում միանգամից ծանոթանալ դեպքի մասին եւ ավելի արագ ոնց որ բուժում պլանավորել եւ օգնություն ցույց տալ, ասենց ասեմ, էլի։ Այսինքն որքան հասկանում եմ, սերտ համագործակցության մեջ է այս ծառայությունը Գյումրի բժշկական կենտրոնում գործող Քիթ Կոկորտ ականջաբանություն ծառայության հետ։ Հա։ Բացի սրանից, այլ որ բաժանմունքների հետ է տրավմատոլոգիայի հետ ինքը կարա սերտ համագործակցի բոլոր տեսակի տրավմաների դեպքում, եթե խոսքը էլի դիմացանոթային շրջանի մասն է, կարա համագործակցի ինքը իր առավելությունը տվյալ կատեի նա է, որ ինքը կարա նայեք օրինակ ստոմատոլոգիայի մասով մենք բուժում պլանավորում ենք ենթադրենք իմպլանտացիայի պարագայում ինքը դաժե միլիմետրի 1 միլիմետրի 10-նորտականով պետք է ավելի ճշգրիտ լինի ոտ այս կատեի առավելություններից մեկը դա է այսինքն ինքը շատ ճշգրիտ է լյուբոյ կոդրվածքի գիծ կոնկրետ վնասկաբանության մասով ինքը կարա այն ամենափոքր միկրոններից ճիշտ ինֆորմացիա տա եւ հետեւաբար բուժման օգնի եւ բուժման պլանավորման օգնի։ Իսկ ստոմատոլոգիայի մասով ընդհանրապես խնդիր չէ։ Ոսկրային խտություն, ոսկրային դեֆեկտ, իր այդ մի փոքր նեղ մասնագիտական հարց, այսինքն կատեների որակից կախված շերտագրությունը, շերտերը շատ խիտ են ու ավելի ճիշտ ինֆորմացիա է տալիս բժշկին տվյալ բուժումը ճիշտ պլանավորելու համար, ասենց ասեմ։ Իսկ իմպլանտացիաների դեպքում Իմպլանտացիաների դեպքում նմանապես իմպլանտացիոն բոլոր համակարգերը գրադարանում կա, նեղ մասնագետները հասկանան ինչ մասն է խոսքը, այդ գրադարանը բոլոր տեսակի իմպլանտատների համար կա, այսինքն մասնագետը կարա ընտրի իր որ իմպլանտացիոն համակարգով է ոնց որ աշխատում, իմպլանտացիան բոլոր այդ ինքը իր գրադարանում տալիս իմպլանտների ձևը, չափը, երկարությունը այդ ֆիրմային համապատասխան, ինքը կարա ամբողջ բուժումը պլանավորի կատեով եւ ոնց որ անցնի գործողության sense ասեմ էլ։ Որքան հասկանում եմ, նաեւ քունքստորցնոտային եւ դիմացնոտային վիրաբուժությունների ժամանակ, հա, վիրաբուժական միջամտությունների ժամանակ ինչպիսի առավելություններ ունի այս սարքը։ Նայեք, քունքստորցնոտային հոդի մասով ինքը տալիս է նույնպես ախտորոշում, այսինքն եթե բորբոկային ինչ-որ process-ներ կան քունքստորցնոտային հոդում, ինքը տալիս է այդ ինֆորմացիան։ Կա բորբոքում թե չկա, կամ ենթադրենք հոդագլխիկը ինչ դիրքով է, հոդախախտ կա թե չկա։ Ու նմանատիպ բաներ, այդ վիճակները, այսինքն кейսերը համ հետաքրքիր են ստոմատոլոգների համար, համ հետաքրքիր են վնասկաբանների համար։ Դա շատ ժամանակ ստոմատոլոգիայի մեջ էլ այդ նույն քունքստորցնոտային հոդի դիսֆունկցիաները շատ ոնց որ սերտ կապված են ստոմատոլոգիական խնդիրների հետ։ Եվ ստոմատոլոգիական խնդիրները կարան բերեն քունքստորցնոտային ոնց որ դեֆեկտների էլի եւ որպես ախտորոշիչ դիագնոստիկ ինքը շատ լավ ապարատ է որ կարա ճիշտ դիագնոստիկա տա եւ հետեւաբար ճիշտ բուժման պլանավորում ստանա էլի ստոմատոլոգը Դիմացնոտային պլաստիկ վիրաբուժությունների դեպքում ինչ դեր է խաղում Նայեք պլաստիկ վիրաբուժությունների դեպքում միանշանակ իր դերը շատ մեծ է քանի որ քիթ եւ հարակից այդ խորոշների մասն է խոսքը նայեք կոնկրետ այս դենտալ կատեի առավելություններից մեկը այն է որ ինքը ցույց է տալիս աճառները այսինքն աճառը ցույց տալով ինքը շատ զգայուն է ճիշտ է աճառը համարվում է փափուկ հյուսվածք նշեցի որ փափուկ հյուսվածքները ինքը չի ախտորոշում որպես այդպես բայց աճառները շատ լավ ցույց է տալիս իր առավելություններից մեկն է եւ պլաստիկ վիրաբուժի համար բուժում պլանավորելը շատ հարմար կլինի որովհետեւ այդ դեպքում ինքը կարա տեսնի այդ աճառը ինչ անատոմիա ունի ինչ կան է իր քանակությունը շատ է քիչ է կերգնակի վիրահատված է թե չէ եթե կերգնակի ենթադրենք մի անգամ վիրահատել են երկրորդ վիրահատության կարիք կա ինչ կան են այդ աճառները ոնց որ վնաս է կամ վերցրել է կամ ինչ որ փոփոխության ենթարկի եւ դրանով հանդերձ իր բուժման պլանավորումը կարող լինի շատ ավելի կոմֆորտ իր համար
Ուզում եմ հասկանալ, այս դիմացնոտային համակարգչային տոմոգրաֆիկ սարքավորումը ինչով է տարբերվում ամբողջական տոմոգրաֆիկ սարքավորումից։ Նայեք, ամբողջական տոմոգրաֆիկ սարքավորումները հիմնականում լավ ցույց են տալիս ոնց որ փափուկ հյուսվածները, այսինքն ուղեղը ենթադրենք, հեմատոմաներ կա թե չկա, կամ փափուկ հյուսվածները, սալջարդները, կարա ցույց տա օրգանների, օրգան համակարգերի նայած թե ինչ տոմոգրաֆ է, օրգան համակարգերի ֆունկցիոնալ վիճակի եւ այլն, կամ ողնաշարի կոնկրետ դենտալ կաթեի առավելությունը իր ոսկրային հյուսվածքի ավելի մանրամասն, ավելի խորը ուսումնասիրությունն է, էլի։ Այսինքն այն պարագայում ինքը կարա չտա այդ ինֆորմացիան, ոնց որ դենտալ կավտեն։ Ու իր առավելությունն է, որ ինքը տալիս է ճշգրիտ, ոնց որ նշեցի կոնկրետ իմպլանտացիայի մասով, մեզ պետք է դաժե միլիմետրի, ոնց որ 10-որդականի չափով ճշգրտություն, որը որ ինքը թույլ է տալիս։ Իսկ մնացած կաթեների դեպքում կարա լինի, կարա չլինի, եւ բացի դրանից գնային սեգմենտի, եթե առավելությունները հասկացանք, գնայինը ինչպիսին է։ Եթե գնայինը, եթե վերցնենք, ինքը շատ ավելի կոմֆորտ է ու շատ ավելի էկոնոմ է մարդկանց համար, քան թե ենթադրենք ամբողջ ենթադրենք կանգը ախտորոշի ու ավելի մեծ գումար տա։ Պատկերացրեք, այսինքն տվյալ սեգմենտար փուլում ավելի հարմար ու ավելի կոմֆորտ է։ Տալիս է պրեմիում դասի պատկեր, այսինքն պրեմիում կլասի ոնց որ ինֆորմացիա ավելի մատչելի կնավ։ Սենց արտահայտվեն, որ ոնց որ որքանով հասկացա, փաստորեն համագործակցությունը ծառայության սերտ է գրեթե բոլոր բաժանմունքների հետ։ Գրեթե, հա, գրեթե բոլոր բաժանմունքները, որոնք որ ոնց որ ինչ որ ձևի կապ ունեն դիմացնոտային համակարգի հետ։ Եվ հենց դրանով էլ նպատակային է դառնում այս սարքավորման տեղադրումը գյուղաբժշկական կենտրոնում։ Այո, հիվանդանոցում շատ լոգիստիկ առումով, բոլոր առումներով շատ հարմար է հիվանդանոցում համ բուժառուների համար, որ նեղ մասնագետի կաբինետից ենթադրենք դուրս չգան գնան ինչ-որ բակետ այնտեղ անցնեն եւ այլն։ Ինքը լինելու հիվանդանոցի մեջ ու ընդհանրապես միջազգային պրակտիկայում եթե նայում ենք, թեկուզ Երևանում կամ բան, բոլոր համար հիվանդանոցների 90%-ում տեղադրված է դենտալ կաթեն, այսինքն միջազգային պրակտիկայում ինքը կա այդ կոմֆորտը բժիշկ հիվանդ ու դիագնոստիկան ավելի արագ դարձնելու համար, ասենց ասեմ։ Կոմֆորտից բացի նաև այստեղ մատչելիությունն է շատ կարևոր, բոլորի գրպանին հարմար։ Միանշանակ։ Այսինքն, հա։ Դիմողները ովքեր են հիմնականում։ Մեծահասակներ, ավելի փոքրեր տարիքով բուժառուների տարիքային խումբը։ Այդ ստատիստիկ տվյալները չեմ կարող ասեմ, բայց որպես դիմորդ, որպես դիմող ինքը բոլոր կատեգորիաների մեջ էլ ոնց որ ներառում է, էլի, այսինքն գիտեք, ատամնային ընդհանրապես ատամի հետ կապված խնդիրները շատ են, այսինքն եւ երեխաների մոտ եւ մեծահասակների մոտ էլ է։ Ու կոդրվածքի ես էլ չասեմ, եթե կոդրվածը եղավ, ենթադրենք դիմացնոտային չի նայելի փոքր երեխա է թե մեծ է, էլի, այսինքն որ բայց հիմնականում միջին տարիքային օղակն է, հիմնականում էլի, ոնց մենք բան ենք անում, էլի, ոնց որ նայում ենք, այսինքն ենթադրենք վիրահատությունները օրինակ քետային կամ պլաստիկ վիրահատությունը, եթե դիտարկենք, որ ավելի հասուն տարիքում են անում մարդիկ, հետո ավելի ոնց որ միջին կատեգորիայի մեջ են մտնում, էլի։ Այսինքն այդ դիմողները շատ են այդ տարիքում։ Պայմանավորված ակտիվ վիրուսների շրջանով այցելուների թիվը շատացել է։ Այո, պատկերացրեք, այո, նո մենք նոր ենք տեղադրել, ճիշտ է, հիվանդանոցում, բայց քիթ եւ ընդհանրապես այդ լոր մասնագիտության ծածկույթը այս շրջանում շատ մեծ է, ոնց որ վիրուսային կոնկրետ այդ սենց ասեմ, սուր շնչառական վարակները ինքը շատ ակտուալ են այս շրջանում եւ սուր շնչառական վարակները սկսում են հենց քթի խոռոչից։ Խնդիրները շատ են, հետեւաբար դիմելությունը կմեծանում է միանշանակ։ Բժիշկ Աղաջանյան, մի փոքր խոսենք նաև որպես մասնագետ արդեն օրթոդոնտիկ ծառայություններից հիմնականում ովքեր են օգտվում եւ որ տարիքային խմբում։ Նայեք, օրթոդոնտիկ ծառայությունը ինքը շատ բազմապրոֆիլ է եւ ընդգրկում է բոլոր տարիքները, նո 40 անց արդեն շատ քիչ, բայց մինչև 4-5 տարեկանից արդեն ինքը կարող ընդգրկի, այսինքն 4-5 տարեկանում ճիշտ է կաթնատամներ են հիմնական, կաթնատամային կցվածք է, բայց շատ դիմացնոտային անոմալիաներ կան, որ դաժե այդ տարիքում
կարան լինեն, կարան նկատվեն ու շատ վնասակար սովորություններ կա, որոնք որ կարան հանգեցնեն հետագայում լուրջ խնդիրների եւ բժիշկ օրթոդոնտները հիմնականում այդ սեգմենտից սկսած ոնց որ իրանց, բայց եթե խոսքը ավելի պրոֆեսիոնալ բուժման մասին է, շատ ավելի հասուն տարիքում, այսինքն 12-13 տարեկանից սկսած ինքը ավելի պրոֆեսիոնալ բուժման մեջ է։ Մինչև այդ, ինքը ավելի շատ ապարատային է եւ իր միջամտությունը ավելի քիչ է։ Բայց հիմնականում բրեկետային բուժումը որպես այդպես ավելի հասուն տարիքում, այսինքն պետք է լինի մշտական կսվածք պետք է ձևավորված լինի, մշտական կսվածք, այսինքն 13 տարեկանից հենքում նոր է ձևավորում էլի մի փոքր բանից կախված։ Ինչպիսի բուժում է սա պահանջում։ Ինչպիսի բուժում։ Եվ ժամանակային առումով որքան է տևողությունը։ Եթե խոսքը բրեկետային բուժման մասին է, ինքը ժամանակագրությամբ մոտավորապես 12 ամսից սկսում է, այսինքն մինիմում իր բանը, նայած թե ինչ խնդիր ենք լուծում, 12 ամսից սկսում է մինչև 3 տարի, այսինքն մոտ 36 ամիս կարա տևի։ Նայած թե որ փուլում ենք գտնվում նաև ու ինչ պարտության խնդիր ենք լուծում։ Բայց միջինում ինքը 14-ից 18 ամիս է, այսինքն մոտ տարի ու կես, ասենց ասած էլի։ Իսկ հիմնականում ինչպիսի բարդություններ են առաջանում այս դեպքերում, որոնք շատ ավելի բարդ է լուծելը։ Պատկերացրեք տարբեր բնույթի, կոնկրետ սենց չեմ կարող ասեմ ինչ բարդության, բայց լինում են շատ տարբեր ամենաթեթև դեպքերից սկսած ու ամենալուրջ բարդություններով վերջացրած։ Շատ դիմողներ շատ են, խնդիր ունեցողներ շատ են։ Հիմնականում աղջիկներն են դիմում, թե տղաները։ Հիմնականում աղջիկները։ Նո, էսթետիկայի հետ կապված, այսինքն տեսքի հետ կապված, հիմնականում ավելի շատ նեղվում են աղջիկները, ոնց որ դրա համար դիմելությունը իրանց մոտ ավելի։ Բայց երեխաների մոտ ընդհանրապես այս պահին ոնց որ մեր հասարակությունը ավելի ոնց որ զգայուն է ու ավելի ուշադիր է նման խնդիրների վերաբերյալ, փոքր տարիքից արդեն իսկ եթե զգում են ինչ-որ խնդիր կա, մոտենում են, ոնց որ դիմում մասնագետից, փոքր տարիքում արդեն կարիք չունի տղա եթե աղջիկ, իսկ եթե հասուն տարիքի մասն է խոսքը, շատ ավելի դիմելիությունը մեծ է աղջիկների կողմից։ Այ կոնկրետ փոքր հասակից որ խնդիրների վրա պետք է ավելի շատ սևեռվել եւ անմիջապես դիմել մասնագետին։ Նայեք, ինքը շատ ինդիվիդուալ է, այսինքն առաջինը ոնց որ տեսնում է ծնողը կամ մանկական բժիշկը իր մանկաբույժը, ասենց ասեմ։ Մանկաբույժը երբ որ տեսնում է, ամենաառաջի օղակը ինքն է, որ պետք է ուղղորդի։ Ու բնականաբար բոլոր տարիքային սեգմենտներում ադամի հետ կապված խնդիրներ լինում են։ Սովորական ադամի հետ, այսինքն կարիես եւ այլն եւ այլն։ Երբ որ մոտենում են, այսինքն մանկական ադամնաբուժի մոտ, առաջի ախտորոշումը ինքը պետք է անի որպես մասնագետ եւ ուղղորդի համապատասխան նեղ մասնագետի մոտ, կոնկրետ օրթոդոնտի մոտ։ Որովհետև կարա երեխան ինքն է ոնց որ շփում երեխայի, կարա վնասակար սովորություն ունի, կարա արդեն դեֆորմացված ինչ-որ ադամնացնոտային համակարգ եւ ավելի ցանկալի է, որ այդ տարիքում եւ այդ սեգմենտի մասնագետները ավելի ուշադիր լինեն եւ ուղղորդվածությունը անեն, ոնց որ արդեն ծնողը նեղ մասնագետին դիմելուց ավելի լիակատար ինֆորմացիա կստանա դեպքի վերաբերյալ էլի։ Բժիշկ Աղաջանյան, եւ մեր հաղորդման ավարտին ես կուզենայի, որպեսզի ձեր մասնագիտական հորդորը ուղղեիք մեր բուժառուներին, հա, խնդրեմ։ Բոլոր հիվանդությունների սկիզբը մեկն է, այսինքն բոլորն է պարզ են ինչ է, բայց ամեն ինչ սկսվում է ճիշտ դիագնոստիկայից, այսինքն ախտորոշումից։ Եթե ճիշտ ախտորոշում է գնում, հետեւաբար նաեւ ճիշտ բուժման պլանավորումը եւ ավելի լավագույն արդյունք։ Եվ իմ կարծիքով ախտորոշումը ամեն ինչի հիմքն է եւ ճիշտ ախտորոշման ժամանակակից աշխարհում կոնկրետ եւ դենտալ կաթեների մասն է եւ ընդհանրապես իրանք հենց ախտորոշիչ սարքեր են եւ իմ կարծիքով ամենակարևոր սեգմենտը տվյալ փուլում, հիվանդության փուլում ճիշտ ախտորոշումն է։ Ես կուզենայի, որ մեր բնակչությունը եւ մեր բժիշկները եւ բոլորը նրանք, որոնք որ ուզում են ավելի ճիշտ բուժման պլանավորում եւ սկսեն ճիշտ ախտորոշումից։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էին Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկ օրթոդոնտ Անդրանիկ Աղաջանյանին։ Ինչպես բժիշկը նշեց, ճիշտ ախտորոշում ճիշտ ժամանակին։ Medinfo-ն էր եթերում, կհանդիպենք։